Վանաձորի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում իրականացվում են մի շարք միջոցառումներ, նվիրված մայրենի լեզվին, գրականությանը։ Ճիշտ է, մայրենի լեզվի օր պիտի լինի ողջ տարի։ Մեկ օրը բավական չէ գնահատելու, սիրելու, պահելու, պահպանելու մեր ոսկեղենիկ մայրենին։ Դուփյով ու բաբանի զարրանքին դիմադիր հառնած անկործանելի բարիզ։ Զվարթված ճաճարի չեղծված չավերված սկզբնապատկեր։ Երբվում եմ ծննդովս։ Կամուշ դառնալ քո դարեդարանցումին։ Փետրվարի 19-ին դպրոցում իրականացվել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 145-ամյակին նվիրված միջոցառում։ Միջոցառումների շարքն ավարտվեց մայրենի լեզվին նվիրված խաղմրցույթով։ Միջոցառումը կազմակերպվել էր դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհիներ Ամալիա Եղշատյանի եւ Արմինե Վեքիլյանի ջանքերով։ Միջոցառումը կրում էր «Անաղարտ պահենք մայրենին» խորագիրը։ Խաղմրցույթին մասնակցում էին դպրոցի 5-ից 6-րդ դասարանների աշակերտները։ Մրցույթի սկզբում աշակերտները վիճակահանության արդյունքում բաժանվեցին 3 թիմերի՝ կարմիր, կապույտ, նարնջագույն։ Խաղմրցույթի ժամանակ հիմնականում ստուգվում էր աշակերտների հայերենի իմացությունը հարցերի միջոցով։ Լեզու հանել, լեզու առնել, լեզուն կտրել, լեզուն կարգգցել, լեզուն կապ ընկնել։ Մրցույթն իրականացվեց 3 փուլով, հաղթեց կապույտ թիմը, հաջորդաբար նարնջագույնը, կարմիրը։ Հեքիաթները դա պատմություններ են, որոնցում մարդիկ փորձել են գրել այն, ինչ որ չեն կարող իրագործել իրական կյանքում։ Հեքիաթներ գրել են հայ գրողները Հովհաննես Թումանյան, Ղազարո Սաղարյան, Օտար գրիչներն են Հանս Քրիստիան Անդերսենը, Օսկար Վայլդ, Ջան Ռոդար։ Հեքիաթների տեսակները կարող են լինել կախարդական, իրական, կենդանական։ Մրցանակեր նախատեսված նաև ակտիվ մասնակցության, մաքուր հայերենով խոսքի հստակ արտահայտելու կարողության համար։ Այդ մրցանակին արժանացավ 5-րդ դասարանի աշակերտուհի Հեղինե Կարոյանը։ Մարինա Անդրեասյան, Նարեկ Մարուքյան, Միք հեռուստաընկերություն։